Աստղաբանները վստահ են, որ 5 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կկարողանան ֆինանսական կայունության հասնել այս ամսվա վերջին, որ նշաններն են զգում այս բարենպաստ քամին։ Ցուլեր Արմատավորում եւ գործնական վստահություն։ Ցուլերի համար 2025 թվականի հունիսի վերջը կարող են լինել այն պահը, երբ նրանց քրտնաջան աշխատանքն ու գործնական մոտեցումը կսկսեն կայունության շոշափելի պտուղներ տալ։ Դիրքերի ամրապնդում։ Երկարաժամկետ նախագծերը կամ ներդրումները կարող են հուսալիության վաղ նշաններ ցույց տալ։ Առաջանում են ապագայի նկատմամբ վստահության զգացում, հիմնված իրական նվաճումների եւ լավ մտածված գործերի վրա։ Ռեսուրսների պարզություն։ Ավելի լավ է պատկերացում կազմեք ձեր ֆինանսական հոսքերի եւ ակտիվների մասին։ Սա թույլ է տալիս ձեզ ավելի արդյունավետ բաշխել ռեսուրսները, կրճատել ավելորդ ծախսերը եւ զգալ, որ դուք վերահսկում եք ձեր նյութական ռեսուրսները։ Արժեքի ճանաչում։ Ձեր հմտությունները, աշխատանքը կամ առաջարկները կարող են ավելի մեծ արժեք ստանալ գործընկերների կողմից վստահության աճի, ապացուցված աղբյուրից կայուն եկամտի, թե ձեր ներդրված ջանքերի համար արդարացի փոխհատուցման տեսքով։ Խեցգետիններ Բնի պաշտպանություն եւ հուզական վստահություն։ Խեցգետնի համար ֆինանսական կայունությունը սերտորեն կապված է տանը եւ ընտանիքում անվտանգության զգացողության հետ։ 2025 թվականի հունիսի վերջին այս ոլորտում կարող են դրական փոփոխություններ նկատվել։ Ընտանեկան բյուջեի կայունացում։ Լուծվում են համատեղ ֆինանսների, գրավի, պարտքերի կամ տան սպասարկման հետ կապված հարցերը։ Կան ավելի շատ հնարավորություններ ստեղծելու հուսալի ապագա ձեզ եւ ձեր սիրելիների համար։ Ռեսուրսների իմաստուն կառավարում։ Խնայողությունների եւ իմաստուն ծախսերի հարցերում ինտուիցիան ուժեղանում է հատկապես այն բաների վերաբերյալ, որոնք հարմարավետություն եւ անվտանգություն են ստեղծում։ Հնարավոր են տնային ծախսերի օպտիմալացման հաջող լուծումներ։ Աջակցություն ձեր սեփական կողմից ամրապնդվում են կապերը, որոնք կարող են անուղղակիորեն ազդել կայունության վրա։ Ընտանիքում վստահելի հարաբերություններ, հուսալի գործընկերներ, ընդհանուր գործում կամ պարզապես այն զգացումը, որ կարող եք հույս դնել սիրելիների վրա։ Կույսեր Համագործակցվածություն, կարգուկանոն եւ արժանի արդյունքներ։ Կույսերի համար 2025 թվականի հունիսի վերջը կարող է ուրախություն բերել ֆինանսական գործերում կատարյալ կարգուկանոն հաստատելուց եւ իրենց կարողությունները ճանաչումից։ Արդյունավետություն եւ օպտիմալացում։ Ֆինանսական խռովությունների ժամանակաշրջաններն ավարտվում են, բյուջեն, փաստաթղթերը եւ պարտքային պարտավորությունները կարգի են բերվում։ Սա ինքնին մեծ թեթևության եւ վերահսկողության զգացում է բերում։ Հուսալիություն գերազանցության միջոցով ձեր պրոֆեսիոնալիզմը, մանրուքների նկատմամբ ուշադրությունը եւ աշխատասիրությունը դառնում են ավելի տեսանելի եւ պահանջված։ Սա կարող է արտահայտվել պատվերների կայուն հոսքով, ղեկավարության վստահությամբ կամ պարզապես եկամտի ընդհատումների բացակայությամբ։ Գործնական որոշումները ապագայի վերաբերյալ, կապարզություն եւ էներգիա, ներդրում գործնական խնայողական համակարգեր կամ խելացի ներդրումներ, որոնք կապահովեն երկարաժամկետ կայունություն առանց ավելորդ ռիսկների։ Կարիճներ Խորը տեղաշարժեր եւ ռեսուրսների վերականգնում։ Կարիճները կարող են զգալ 2025 թվականի հունիսի վերջին, թե ինչպես են ռեսուրսների ոլորտում տեղի ունեցող փոխակերպման գործընթացները սկսում պտուղներ տալ ավելի մեծ կայունության առումով։ Ցիկլի ավարտ, նորի սկիզբ։ Ավարտվում են սթրեսային ֆինանսական շրջանները, երկար բանակցությունները կամ համատեղ ռեսուրսների հետ կապված դժվարին իրավիճակները։ Կա լույս թունելի վերջում եւ մանևրելու տեղ։ Դիրքի ամրապնդում։ Կա ներքին ամրապնդում, նյութական հանգամանքների նկատմամբ ավելի մեծ իշխանության զգացում։ Սա կարող է պայմանավորված լինել եկամտի նոր մակարդակի հասնելու պարտավորությունների վերակառուցման կամ պարզապես ձեր ֆինանսական հնարավորությունների եւ սահմանափակումների խորը ըմբռնմամբ։ Կենտրոնացեք արժեքի վրա։ Հստակեցրեք, թե որ ռեսուրսներն են ներառյալ ժամանակը եւ էներգիան որպես արժեքավոր եւ որոնցից պետք է հրաժարվել։ Սա թույլ է տալիս կենտրոնանալ կայունության համար արդյունավետ գործողությունների վրա։ Այծեղջուրներ Ապագայի հիմքը եւ հուսալիության ճանաչումը։ Այծեղջուրները 2025 թվականի հունիսի վերջին կարող են տեսնել, թե ինչպես են իրենց մեթոդական վերելքը դեպի նպատակները բերում իրական ֆինանսական անվտանգության առաջին նվաճումները։ Հիմքի ամրապնդում։ Կարիերայի անշարժ գույքի կամ թոշակի անցնելու հետ կապված երկարաժամկետ ծրագրերը ավելի ամուր հիմք են ձեռք բերում։ Հայտնվում են ընտրված ուղու ճշգրտության հաստատումը, կարգավիճակ եւ վստահություն։ Ձեր հեղինակությունը որպես հուսալի եւ պատասխանատու անձնավորություն
ամրապնդվում է։ Սա կարող է ձեզ հնարավորություն տալ ավելի կայուն նախագծերի, երկարաժամկետ պայմանագրերի կամ պարզապես հարգանքի, ինչը անուղղակիորեն ազդում է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Համբերության պտուղները։ Ապագայի ուղղված նախկինում կատարված ներդրումները ոչ միայն դրամական, այլև ժամանակի եւ ուժի սկսում են արդյունք տալ։ Կա զգացողություն, որ դժվար փուլն անցել է եւ առջևում ավելի կայուն հարթակ է։ Այդ եղջյուրի համար ֆինանսական կայունությունը նրա բարձրացրող լեռան հիմնաքարն է։ 2025 թվականի հունիսի վերջին էներգիան ցուլի, խեցգետնի, կույսի, կարիճի եւ այդ եղջյուրի համար բարենպաստ է իրենց նյութական ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն եւ ներքին վստահություն ձեռք բերելու համար։ Սա այն ժամանակն է, երբ հուսալիություն կառուցելու ջանքերը սկսում են պտուղ տալ, հիմք դնելով ավելի խաղաղ ապագայի համար։ 2025 թվականին բախտը կժպտա կենդանակերպի մի քանի նշանների եւ նրանք կարող են անսպասելիորեն մեծ գումար ստանալ։ Սա կլինի ժառանգություն, շահել վիճակախաղ կամ առատաձեռն նվերներ։ Մենք թվարկում ենք այն երջանիկներին, ովքեր կլինեն ֆինանսական հնարավորությունների կենտրոնում։ Ցուլը, որը կապված է նյութական հարստության եւ ֆինանսական կայունության հետ, կլինի ամենահաջողակներից մեկը 2025 թվականին։ Աստղաբանները վստահ են, որ նրա քրտնաջան աշխատանքը եւ փողի հանդեպ ինտուիցիան կհանգեցնեն անսպասելի դրամական հոսքերի։ Ցուլերը կարող են զգալի նվեր ստանալ հարազատներից կամ երկար սպասված ժառանգություն։ Փողերը խելամտորեն տնօրինելու նրանց բնական ունակությունը կօգնեն նրանց ոչ միայն վայելել այս բախտը, այլև մեծացնել այն։ Առյուծներին կանխատեսվում է ճակատագրի նվերներով լի տարի, այդ թվում առատաձեռն դրամական պարգևներ։ Մոլորակային ազդեցությունները կաջակցեն հարստության եւ հաջողության նրանց ցանկությանը։ Հայտնի է, որ առյուծները չեն վախենում ռիսկից, իսկ վիճակախաղերի կամ մրցույթների մասնակցելու նրանց պատրաստակամությունը կարող է հանգեցնել մեծ շահումների։ Բացի այդ, առյուծների շուրջ կարող է աջակցություն հայտնվել, ինչը կօգնի նրանց նոր ֆինանսական հնարավորություններ ներգրավել։ Կշարքներ։ Բախտավորների թվում կլինեն նաև կշարքները։ Իրենց բնական հմայքի եւ օգտակար կապեր հաստատելու ունակության շնորհիվ նրանք կարող են հանդիպել անսպասելի աջակցության եւ դրամական նվերների։ Ժառանգությունը կամ շահավետ ծանոթը կարող է նրանց առջև ֆինանսական կայունության դուռ բացել։ Կշարքները պետք է վստահեն իրենց ինտուիցիային եւ օգտվեն հնարավորություններից։ Նրանք կարող են փոխել իրենց ֆինանսական ապագան դեպի լավը։ Ձկներ։ Խոր ինտուիցիա ունեցող ձկների համար աստղերը խոշոր ֆինանսական անակնկալներ են խոստանում 2025 թվականին։ Անսպասելի եկամուտը կարող է լինել շահումների, առատաձեռն նվերների կամ սիրելիների աջակցության տեսքով։ Ձկների բախտը հատկապես կբերի այն իրավիճակներում, երբ պահանջվում է հմայքը եւ ճիշտ պահը զգալու կարողությունը։ Ֆինանսական բախտն այս տարի կարող է ամբողջությամբ փոխել նրանց վերաբերմունքը փողի նկատմամբ։ Այդ եղջյուրներ։ Իրենց լրջությամբ ու կազմակերպվածությամբ հայտնի այդ եղջյուրները կլինեն նրանց թվում, ում ճակատագիրը հնարավորություն կտա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը։ Կանխատեսվում է, որ նրանք կստանան ժառանգություն կամ զգալի նյութական օգնություն ազդեցիկ անձանցից, գործնական եւ պատասխանատու։ Նրանք կիմանան, թե ինչպես լավագույնս կառավարել փողը։ 2025 թվականը նրանց համար կլինի աճի եւ ֆինանսական կայունության ամրապնդման ժամանակ։ Շարժվելով առաջ ձեզ ենք ներկայացնում, թե կենդանակերպի նշաններից ում համար է լինելու 2025 թվականը առավել հատուկ։ 2025 թվականը խոստանում է լինել իրադարձություններով լի եւ նշանակալից տարի շատերի համար, սակայն այն հատկապես կառանձնանա կենդանակերպի այս նշանների համար։ Այս տարի նրանցից յուրաքանչյուրը կբախվի յուրահատուկ հնարավորությունների եւ մարտահրավերների, որոնք կօգնեն բացահայտել իրենց իրական ներուժը։ Այս տարին խոստանում է լինել իրադարձություններով լի եւ բովանդակալից եւ յուրաքանչյուրը կկարողանա գտնել հաջողության եւ երջանկության իր ուղին։ Եկեք մանրամասն նայենք, թե ինչ է սպասվում այս նշաններին 2025 թվականին եւ ինչպես նրանք կարող են օգտագործել իրենց ուժեղ կողմերը հաջողության հասնելու համար։ Ցոլերի համար 2025 թվականը կլինի այն ժամանակը, երբ նրանք կկարողանան ցուցադրել կայունության եւ հաստատակամության իրենց որակները։ Մանրուքներին պլանավորելու եւ ուշադրություն դարձնելու ձեր ունակությունը հատկապես նկատելի կլինի եւ կգրավի ուրիշների ուշադրությունը։ Կկարողանաք առաջատար լինել այն նախագծերում, որոնք պահանջում են համբերություն եւ համառություն։ Ձեր գործնականությունը կօգնի ձեզ ամուր հիմք ստեղծել ապագա ջանքերի համար։ Անձնական կյանքում հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են վերածվել լուրջ հարաբերությունների։ Մի թողեք ձեր հուսալիությունն օգտագործելու հնարավորությունը կապեր հաստատելու համար, որոնք կարող են կարևոր լինել ապագայում։ Երկվորյակներ։
Երկվորյակներ 2025 թվականին դուք կզգաք ստեղծագործական էներգիայի ալիք, որը թույլ կտա իրականացնել ձեր գաղափարներն ու ծրագրերը։ Այս տարին ձեզ համար կլինի այն նախագծերը, որոնք երկար ժամանակ հետաձգում եք։ Ձեր տաղանդներն ու կարողությունները հնարավորություններ կբացեն ձեզ համար ցուցահանդեսներ շահելու համար։ Մշակութային միջոցառումներին մասնակցելը հիանալի հնարավորություն կլինի ինքնադրսևորվելու եւ ձեր սոցիալական շրջանակն օնլայնելու համար։ Անձնական կյանքում հնարավոր են անսպասելի շրջադարձեր, որոնք կստիպեն վերանայել ձեր հարաբերությունները, բաց եղեք նոր փորձառությունների համար եւ մի վախեցեք փորձարկումներից։ Արյուծներ Արյուծ 2025 թվականը ձեզ համար կլինի ձեր փառասիրությունը եւ հաջողության հասնելու ցանկությունը ցույց տալու ժամանակը։ Ձեր ինքնավստահությունն ու խարիզման կգրավեն ուրիշների ուշադրությունը եւ դուք կկարողանաք առաջատար դիրք գրավել ձեր գործերում։ Այս տարին ձեզ կբերի կարիերայի աճի բազմաթիվ հնարավորություններ եւ դուք կկարողանաք իրականացնել ձեր գաղափարները, որոնք երկար ժամանակ սպասել են։ Անձնական կյանքում հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են վերածվել լուրջ հարաբերությունների։ Դուք կամրապնդեք գոյություն ունեցող կապերը։ Մի վախեցեք արտահայտել ձեր զգացմունքները եւ բացվել նոր զգացմունքների համար։ Սա կօգնի ձեզ ամուր հարաբերություններ հաստատել ձեր սիրելիների հետ։ Կշարքներ 2025 թվականին դուք կկարողանաք ավելի խորը պատկերացում կազմել ձեր եւ ձեր ցանկությունների մասին։ Այս տարին ձեզ համար ժամանակ կլինի, որպեսզի ինքներդ մտածեք եւ գիտակցեք, թե ինչն է իսկապես կարեւոր ձեր կյանքում։ Կկարողանաք ձերբազատվել այն ամենից, ինչ ձեզ հետ էր պահում եւ սկսել նոր փուլ, որն ավելի ներդաշնակ կլինի։ Հնարավոր է հանդիպեք մեկի, ով կփոխի ձեր ընկալումը սիրո եւ հարաբերությունների մասին։ Մի վախեցեք բացվել նոր զգացմունքների առաջ, դա կօգնի ձեզ ավելի ամուր հարաբերություններ կառուցել։ Մասնագիտական ոլորտում կկարողանաք դրսևորել ձեր վերլուծական կարողությունները, ինչը թույլ կտա ավելի տեղեկացված որոշումներ կայացնել։ Աղեղնավորներ 2025 թվականը խոստանում է լինել զբաղված եւ հետաքրքիր տարի, այնպես որ համարձակորեն առաջ գնացեք եւ օգտվեք բոլոր հնարավորություններից, որոնք կհարստացնեն ձեր փորձը։ Ժամանակաշրջանը ձեզ սովորելու եւ ինքնակատարելագործվելու բազմաթիվ հնարավորություններ կբերի։ Կկարողանաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր ձեզ հետ կկիսվեն իրենց գիտելիքներով եւ փորձով։ Ֆինանսական ոլորտում հնարավոր են աճի նոր հեռանկարներ, որոնք կարող են վերածվել կայունության եւ բարգավաճման։ Բաց մի թողեք հնարավորությունը օգտագործելու ձեր տաղանդները ձեր նպատակներին հասնելու համար, դա կօգնի ձեզ իրականացնել ձեր երազանքները։ Ձկներ 2025 թվականին ձեր առջև կբացվեն նոր հորիզոններ եւ դուք կկարողանաք կյանքի կոչել ձեր ամենադժվար գաղափարները։ Այս շրջանը ձեզ համար իսկական ոգեշնչման աղբյուր կդառնա։ Կկարողանաք վերադառնալ այն նախագծերին, որոնք երկար սպասել են հետևում։ Հատկապես ուժեղ կլինեն ձեր ինտուիտիվ ունակությունները, որոնք թույլ կտան ճիշտ որոշումներ կայացնել ու դժվարին իրավիճակներում նորարար լուծումներ գտնել։ 2025 թվականին դուք կարող եք հայտնվել հետաքրքիր իրադարձությունների կենտրոնում, որտեղ կարող եք ցուցադրել ձեր տաղանդներն ու հմտությունները։ Բաց մի թողեք աշխարհին ցույց տալու հնարավորությունը, թե ինչի եք ընդունակ, աստղերի աջակցությունը ձեզ հետ կլինեն ամեն քայլափոխին։ Դե ինչ հարգելի հետևորդներ, շնորհակալություն ենք հայտնում ձեր ուշադրության համար եւ շնորհավորում ենք ձեր գալիք 2025 թվականը։